Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ տնտեսական պատերազմ սկսելու մասին ամենակործանարարը աշխարհում։ ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքը հնարավորություն էր տվել Իսլամական Հանրապետությանը գնալ գործարքի, սակայն Թեհրանը չի օգտվել դրանից։ Սա կլինի աննախադեպ մեկուսացում, նրանց նավատորմը ռազմաօդային ուժերը ոչնչացվել են, գործարանները վերածվել են ավերակների, գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ի էջում։ Թրամփը հավելել է, այժմ ցանկացած երկիր, որը որևէ կերպ օգնություն է ցուցաբերում Իրանին, նույնպես կբախվի տնտեսական հետևանքների։ Նա կոչ է արել դաշնակիցներին կանգնել ԱՄՆ-ի կողքին։ Իրանը միջուկային զենք չի ունենա, կրկնել է Դոնալդ Թրամփը։ Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ Թեհրանի հետ բանակցությունները կարող են վերսկսվել։ Նաև չնայած Իրանի հակառակ պնդումներին, Թրամփը հավատացրել է, որ ամերիկյան կողմը վերահսկում է Հորմուզի նեղուցը եւ երեք այնտեղով բազմաթիվ նավեր են անցել։ Մարդիկ այլընտրանքներ են փնտրում Հորմուզի նեղուցին, իսկ դրանք կան Տեխաս, Ալյասկա, Լուիզիանա։ Այժմ շատ խողովակաշարեր են կառուցվում, տեղեկացրել է ԱՄՆ նախագահը։ Թեհրանն արձագանքել է Թրամփի հայտարարություններին, արտգործնախարար Աբբաս Արաղչին անհաջող է որակել ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությունը, նշելով, որ այն կհանգեցնի նոր պարտությունների եւ իրանցիների շրջանում թշնամանքի աճի։ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը սպառնում է համաշխարհային տնտեսությանը եւ պետությունների ինքնիշխանությանը, նշել է իրանցի դիվանագետը։ Իրանի փոխարտգործնախարարն էլ անհիմն է որակել պնդումը, թե Իսլամական Հանրապետությունը գտնվում է փլուզման եզրին։ Ռազմական գործողությունները ոչ մի արդյունք չտվեցին, ուստի ամերիկյան կողմը որոշեց տնտեսական պատերազմի անցնել, սակայն այդ ուղղությամբ էլ չեն հաջողի, շեշտել է Քազեմ Ղարիբաբադին։ Գիշերը ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային, հատկապես Կիևի շրջանին եւ մայրաքաղաքին։ Շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել, ըստ տեղական իշխանությունների Կիևում բնակելի շենքերում հրդեհներ են բռնկվել, կանավերածություններ, վնասվել են նաեւ դպրոց եւ մանկական հիվանդանոց, զոհվել է 10-ից ավելի քաղաքացիական անձ, վիրավորվել 40-ը։ Օգոստոսի 21-ը սգո օր է հայտարարվել։ Ռուսաստանի ՊՆ պնդում է, որ Կիևում թիրախավորել են ԱԹՍ-ների եւ հրթիռների բաղադրիչներ արտադրող գործարան, նաեւ հեռահար ԱԹՍ-ներ արտադրող ձեռնարկություն։ Հարված է հասցվել նաև Օդեսային, Խերսոնում շտապօգնության աշխատակիցներ են տուժել։ Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 700-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին, ըստ գերատեսչության թիրախում են եղել Վոլգոգրադի, Ռոստովի, Սարատովի, Մոսկվայի եւ այլ մարզեր, ինչպես նաև Ղրիմը։ Տեղական իշխանությունը հայտնել է, որ Թաթարստանին հարվածների հետևանքով կան տուժածներ, խաթարվել է արդյունաբերական օբյեկտներից մեկի գործունեությունը, վնասվել են նաև բնակելի շենքեր։ Կրասնոդարի երկրամասում գործարան է հրդեհվել։ Հերթական անգամ ԱԹՍ-ներ են ընկել Մոլդովայում եւ Ռումինիայում, սարքերի պատկանելության մասին տեղեկություններ չկան։ Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե Կիևի դիրքորոշման պատճառով հակամարտության խաղաղ կարգավորման հարցում լավատեսության հիմքեր ներկայումս չկան։ Դմիտրի Պեսկովը հավելել է, Մոսկվան գնահատում է բոլոր այն երկրների ջանքերը, որոնք անկեղծորեն ցանկանում են նպաստել ռուս-ուկրաինական կարգավորմանը։ Սակայն նրանց թիվն այդքան էլ շատ չէ, կարծիք է հայտնել պաշտոնյան։ Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ Սպիտակ տան բանագնացների Մոսկվայից հստակ ամսատվեր դեռևս չկան։ Ռիգայում հանդիպել են Լատվիայի եւ Լիտվայի վարչապետները, բանակցությունների օրակարգում են եղել ռուս-ուկրաինական պատերազմը, անվտանգության ոլորտը, միգրացիոն խնդիրները եւ այլ հարցեր։ Լատվիայի կառավարության ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը հիբրիդային հարձակումներ է իրականացնում իր երկրի դեմ։ Մոսկվային դուր չի գալիս, որ մենք օգնում ենք Ուկրաինային, այդ իսկ պատճառով բոլոր կազմակերպությունները, ռազմական ընկերությունները պետք է ավելի լավ պատրաստված լինեն, շեշտել է Անդրիս Կուլբերգսը։ Նա ընդգծել է անվտանգության ոլորտում կարողությունները բարելավելու կարեւորությունը։ Կուլբերգսը նաև նշել է, որ Բալթյան երկրների տնտեսությունները տուժել են աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով։ Մենք մեր ջանքերի 100%-ը ներդնում ենք անվտանգության եւ ռազմական պաշտպանության ոլորտներում, սակայն մենք պաշտպանում ենք ամբողջ Եվրոպան, ընդգծել է պաշտոնյան։ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Թյուրքերի հետ։ Վրաստանի կառավարության տվյալով հանդիպմանը քննարկվել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր եւ հարաբերությունների խորացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային համատեղ ծրագրերին եւ առևտրատնտեսական կապերի ամրապնդման կարեւորությանը։ Ընդգծվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման կարեւորությունը։ Դիանա Գասպարյան, լուրեր։